Մատթեոս 27-րդ գլուխ։ Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին նրան սպանելու համար։ Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտասուն։ Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին, ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դու գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով ասացին. Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որովհետև արյան գին են։ Եվ խորհրդակցելով այդ դրամով գնեցին բրուտի ագարակը, որպես գերեզման օտարների համար։ Այդ պատճառով այդ արտը մինչ օրս կոչվում է Արյան ագարակ։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. Վերցրին 30 արծաթը վաճառվածի կինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր։ Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. Դու ես հրեաների թագավորը։ Հիսուսն ասաց. Դու ես ասում։ Եվ երբ ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. Չես լսում, թե դրանք որքան բաներ են վկայում քո դեմ։ Հիսուսը նրան չպատասխանեց նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։ Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։ Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. Այս երկուսից ում եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ, Հեսու Բարաբային, թե Հիսուսին, Քրիստոս կոչվածին։ Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։ Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան, ասելով. Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան։ Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։ Կառավարիչը դիմեց նրանց և